Ողջույն սիրելի ջրհոսներ, արևի նշանով եւ ասցենդենտի նշանով նրանք ովքեր նոր են միացել, ասեմ, որ անպայման պետք է իմանաք ձեր ասցենդենտի նշանը, որը պայմանավորված է ձեր ծննդյան ճշգրիտ ժամը իմանալով եւ իհարկե նոր լսում եք արևի նշանով, այդ երկուսը միացնում եք, նոր ձեզ համար པարզ է լինում, ահա, սիրելի ջրհոսներ եւ այսօր հունիսի 26-ն է 3 նորալուսին էր, մենք մտանք աճող լուսնով, փաստորեն սկսում ենք ձեր նշանը իմ օրացույցով Յուպիտերի օրն է, ձեզ բաժին ընկավ Յուպիտերը, հուսանք, որ ինքը կբերի ձեզ շատ աշխատանք եւ միգուցե արդեն բերում է եւ երևի թե աշխատանքի վրա այսպես ակցենտը կդրվի, ձեր առողջության վրա ակցենտը կդրվի։ Ինչևէ, ինչ ունենք հուլիս ամսին ներկայացնեմ հուլիս ամսվա համար կանխատեսումը, լիալուսին, նորալուսին արևն է փոխում իր նշանը, բնականաբար դա կատարվելու է անկախ մեր ցանկությունից եւ Նեպտունը, Սատուրնը, Խիրոնը, որ գտնվում են Խոյի նշանում, իրենք դառնալու են հետընթաց, Մերկուրին եւս կդառնան, արդեն գտնում է ձեր հակադիր նշանում, այդտեղ հավանաբար դուք պարտների հետ հարաբերություններ կամ որ պիտի պարզեք, սիրո հարցում, ընտանիք կազմելու հարցում, ոմանք աշխատանքային, ուրեմն իրենց պարտների հետ որոշակի հարցեր պետք է վերանայեն, ինչ են անում, ում հետ են համագործակցում կամ մենակ են աշխատում կամ ինչ-որ մեկի հետ եւ այլն, այսպես շատ կարեւոր ուրեմն հարցեր կան, որ իրենք պետք է վերանայեն իրենց հարազատների, ընկերների հետ կապված նաեւ որոշակի գործունեություն կա, որ իրենք պետք է վերանայեն, ինչեւ Վեներան է փոխում իր նշանը, ձեր մոլորակ ասեցի Ուրանը եւս փոխում է իր նշանը վերջին անգամ է արդեն այդպես փորձնական ինքը մտնում էր, չէ, ելումուտ էր անում, վերջին անգամ ինքը արդեն կմտնի այդտեղ, որովհետև 2026 թվականից արդեն վերջնական կհաստատվի, ահա, դա էլ այդպես եւ հիմա ես ավելի մանրամասն փորձնեմ ձեզ ներկայացնել նկարագիրը 25 թվականների, որտեղ այսքան փոփոխությունները բնականաբար բերում են թե տրամադրության, գործողությունների, մտքի վերաբերմունքի եւ այլն այդ ամեն ինչի փոփոխություն, ահա սկսենք Վեներայից, սիրելի ջրհոսներ, հուլիսի 4-ից մինչև հուլիսի 31-ը Վեներան կփոխի նշանը մտնելով երկվորյակի նշան, այստեղ տան բնակարանի հարցեր էին, ընտանեկան հարցեր կարող լինեն վերանորոգման, փոփոխության, առքովաճառք, ֆինանսներ, այդ ամեն ինչ եւ այլն, այսպիսի թեմաներ կլինեն, քանի որ ձեր անձնական քարտեզը չգիտեմ, ավելին իմաստ չունի մանրամասնել, բոլոր դեպքերում այսպիսի տրամադրություններ են եւ հիմա ինքը այդտեղից դուրս կգա եւ շատ կոնկրետ կհայտնվի ուրեմն սիրո տանն է, գտնվելու է սիրո տանը, այստեղ գիտեք ինչ, ինքը երկվորյակի նշանում այդպես լավ չի զգում եւ այսպիսի իրավիճակ կլինի ձեզ մոտ, հնարավոր է, որ տրամաբանորեն հասկանում եք, որ ձեր կողքը ինչ-որ մեկը պիտի լինի, ասկան հարմար է տղան, աղջիկ եւ այլն, հա, ինքը հարմար է, բայց միգուցե սրտով, ձեր սրտով չի կամ ձեր սրտով է, բայց տրամաբանորեն չի համընկնում եւ այլն, այսպիսի հետաքրքիր բաներ կլինեն, բայց ես ձեզ այս խորհուրդը կարող եմ տալ, որ եթե ամուսնության թեմա կա, ճիշտ է որ քանել որ օդի նշանում է գտնվում ձեզ համարել է, դուք եք օդի նշան, այստեղ կարող է լավ լինել, կարող է շատ անսպասելի ձեր կյանքում ինչ որ մեկը հայտնվել, բոլոր դեպքերում ես կասեի, որ այս ժամանակահատվածը երբ ինքը կմտնի եւ հնարավոր է ինչ որ մեկը ձեր կյանքում հայտնվի, ուրեմն պետք է արագ ամուսնանաք, որովհետև երբ ինքը վերջնական գա, արդեն կարող է որքան էլ որ լավ է, բոլոր դեպքերում ինքը տանում է բաժանության, այնպես որ սա հաշվի առեք Ուրանի հետ կապված, դա 7-ին հուլիսի 7-ից մինչև նոյեմբերի 8-ն ու տարվա վերջ համարենք, հա, ինքը գտնվի երկվորյակի նշանում եւ Ուրանի մասին ես իմ հաղորդումը կթողնեմ ներքևում, նայեք, որպես ես նորից նույն բանը չկրկնեմ, այնտեղ բավականին մանրամասնել եմ, այսքանով կփակեմ ես Ուրանի թեման, չնայած բոլոր դեպքերում ասեցի իր գործունեությունը ձեզ համար ինչ եւ ինչպես,
եւ ամսի 5-ին Նեպտունը կդառնա հետընթաց հուլիսի 5-ից մինչեւ դեկտեմբերի 10-ը Նեպտունը կդառնա հետընթաց եւ նույն նշանում խոյի 13-ին հուլիսի Սատուրնը կդառնա հետընթաց մինչեւ նոյեմբերի 28-ը եւ նույն նշանում հուլիսի 30-ին Խիրոնը կդառնա հետընթաց մինչեւ հունվարի 2-ը 26 թվական ահա այս մոլորակները որ գտնվում են ձեր երրորդ տանը այստեղ կարող են արքովաճարքին վերաբերել այստեղ կարող է ձեր հարազատներին ընկերներին վերաբերել որ անորոշ է ինչպես անեք ինչ անեք կամ վաճառեք գնեք եւ այլն տեխնիկայի հարցը եւս կա ավտոմեքենա հա դա մտնում է տեխնիկայի մեջ եւ այսպիսի հարցեր են որ դուք ուզում եք գտնել պատասխաններ ինչևէ դա այդ հնարավորություն արդեն ձեզ կտա Մերկուրին իրեն եւս հետընթաց են Մերկուրին եւս հետընթաց կլինի արդեն հուլիսի 18-ի մինչեւ օգոստոսի 11-ը Մերկուրին կլինի հետընթաց եւ ինչպես որ ասեցի պարտներ հարցում դուք կքննարկեք թեկուզ ձեր ընկերների հետ ձեր հարազատների հետ ինչ որ հարցեր կարող եք քննարկել արքովաճարքի հետ կապված կամ այլ հարցեր կարող են նաեւ լինել ահա կամ ոմանց մոտ գործնական հարցեր կարող են լինել որովհետև աշխատանք ձեզ կլինի ես կարծում եմ պիտի որ ուրեմն կարողանաք ապահովել շատերի մոտ համենայնպես որովհետև ձեր անձնական քարտեզը չգիտեմ շատերի մոտ որովհետև հենց տեսեք նորալուսինը խեցգետնի նշանում եղավ եւ այստեղ կարծես թե նոր սկիզբ դրվում նոր աշխատանքի կամ այդպես մեծացնում եք հնարավորությունները դա կարող է լինել եթե ձեր անձնական քարտեզում վատ ասպեկտացիա է ընդհակառակը չի ստացվում դա արդեն ոչինչ չեմ կարող ասել ձեր անձնական քարտեզը պետք է նայվի ահա եւ փաստորեն Մերկուրին վերանայել ձեզ խորհուրդ է տալիս վերանայել հնարավորությունները եւ ժամանակը ճիշտ գնահատել եւ հասկանալ գիտեք այդ ձեր դեպքում այսպես է լինում որ ասենք սիրո հարցում հա պարտների որ երբեք մեծ հաշվով հա մեծամասնությամբ չի համընկնում այսինքն տրամաբանորեն լոգիկայով եւ սրտով այդ երկուսը չեն համընկնում այսինքն եթե ինչ որ գտնում եք ինչ որ մեկին անպայման ձեր սրտով չի լինում կամ եթե ձեր սրտով է լինում չի ստացվում ինքը ձեր չափերի լոգիկայի տրամաբանության չափերի մեջ ինքը չի տեղավորվում այսպիսի հետաքրքիր բաներ է լինում ջրհոսների մոտ հաճախ մեծամասնության մոտ եւ հիմա դա կարող է իհարկե շատ ավելի դուք դա կզգաք ընդգծվում է ու հիմա ես ձեզ այսպեսի խորհուրդ կարող եմ տալ որ երբեք այդ համընկնումը չի լինում ձեր դեպքում համենայն դեպս եթե ասենք մասնավորապես եթե այդ մարդը տվյալ կանգնած այդ խնդրի առաջ ուրեմն ընտրեք որևիցե մեկը եւ չեմ կարող խորհուրդ տալ դրա լոգիկային ուշադրություն դարձնել թե սրտին այս դեպքում ես կմնամ ձեռնպա այդ հարցում չեմ կարող ձեզ խորհուրդ տալ որտեղ ձեր անձնական քարտեզն է միգուցե մի դեպքում պիտի լսես սրտին անպայման եթե գլոբալ ես վերցնում սրտին լսելը ճիշտ է բայց երբեմն էլ լոգիկային ես ապավինում հա դա ձեր քարտեզից է քարտեզով է պայմանավորված դա համար ես ձեզ խորհուրդ չեմ կարող տալ հա այս առումով ինչևէ այս իրավիճակն է ուշադրություն դարձրեք թեկուզ այն մարդկանց հետ աշխատանքի հարցով եթե դուք համագործակցում եք եւ այլն ընդհանրապես հարաբերություններում ցանկացած ընկերների հարազատների հետ ինչ գործարքներ եք անում ուրեմն դա վերանայեք նոր գործ չենք սկսում այլ ընդհակառակն ինչ որ կա փորձում ենք դրանք կարգավորել ազատվել են խոչընդոտներից որ կա եւ ավելորդ մարդկանցից նաեւ ձեր կյանքում վերանայեք ովքեր են որ ձեզ համար անդադ խնդիրներ են ստեղծում խանգարում են ձեր առաջընթացին ուղղակի ազատվեք այդ մարդկանցից այսպես ավելորդ բաներից ազատվեք մաքրվեք ձեր միտքը մաքրեք պայծառացրեք ահա սա էլ էսպես եւ
Մյուս կարևոր իրադարձությունը արևն է, որ հուլիսի 22-ին ինքը կմտնի պարտների տուն եւ հավանաբար այստեղ կօգնի պարտների հարցում, բայց իհարկե ուրեմն տեսեք արևի նշանով ջրհոսների դեպքում մի քիչ այլ է ստացվում, որ արևները հակադրվում են ինչ որ մի աստիճան կգա, որ կհակադրվեն ձեր արևները եւ դա առողջականի համար այդքան էլ լավ չի, իսկ եթե ասցենդենտով ջրհոսեք, այդ խնդիրը չկա, հատկապես եթե մոլորակ չեք ունենում։ Այդպես եւ լիալուսնին, նորալուսնին անցնեմ, իդեպ ասեմ, որ դուք պիտի ապավինեք ձեր վրա հույսը դնեք սիրելի ջրհոսներ, ապագայում ես մի քիչ առաջ եմ անցնում, ստացվում է ամբողջական ձեզ վերլուծություն եմ անում, ուրեմն տարիներ, հա, առաջիկա դուք ձեր հույսը ձեր վրա պիտի դնեք, ինչ որ, այսինքն հետընթաց Մերկուրին դες պիտի նաև հուշի, որ այսինքն ես եմ ձեզ օգնում Մերկուրին չի հուշի, ես ձեզ ասում եմ, թե դուք ինչ ունեք, որ չպիտի սպասեք, որ ինչ որ մեկը ձեզ օգնի, ինչ որ մեկի վրա հույս չդնեք առաջիկա մի քանի տարում եւ ինքներդ եք անելու ամեն ինչ, սա կարծեմ շատ թանկ խորհուրդներ են, որ ես ձեզ տալիս եմ, որ դուք ապագայում իմանում եք, որովհետեւ եթե չիմանաս, պետք է սպասես, որ ինչ որ մեկը օգնի կամ process համագործակցել, կարծելով որ այդ մարդը քեզ կօգնի, բայց պարզվում է, որ դու ինքդ պետք է գործեիր։ Այնպես որ ես կարծում եմ, սրանք շատ թանկ խորհուրդներ են, իմ բոլոր թերևս նշանների համար ես շատ թանկ խորհուրդներ եմ տալիս ձեզ, այսինքն թանկ այն առումով, որ իրենք ես մի քանի տարի առաջ արդեն ասում եմ, որպեսզի դուք իմանաք դրանով ինքը շատ թանկ է եւ լիալուսնով նորալուսնով կավարտենք հուլիսի 11-ին գիշերը 00:36 րոպե 37 վայրկյան 36:37 արևելուսինը կհակադրվեն 19 աստիճանում եւ այնտեղի կունենա այծեղ ջուրի նշանում ձեր արտերկրի հետ է կապված, դա այլ երկրի հետ է կապված, նաեւ ձեր պլաններն են, այստեղ որոշակի բաներ կարող է ձեզ համար բացահայտվել եւ դրանով պայմանավորված փոխվեն ձեր պլանները եւ այլն եւ այլն։ Եվ հուլիսի 24-ին տեղի կունենա նորալուսինը, գիշերը Հայաստանի ժամանակով 23:11 րոպե 1 վայրկյան, արևը եւ լուսինը կմիանան 3 աստիճանում եւ այն տեղի կունենա ձեր պարտների տանը հակադիր նշանում։ Այստեղ հնարավոր է նոր հարաբերությունների սկիզբ, տարբեր նոր ծանոթություններ կարող են լինել, ամուսնության թեմա կարող է լինել ոմանց մոտ, այնպես որ թող դա իհարկե լավ սկիզբ լինի, թող իհարկե ձեր անձնական քարտեզը ցույց կտա, ինչևէ թող լավ սկիզբ լինի ձեզ համար եւ ամեն ինչ լինի փայլուն, ամեն ինչ լինի լավ։ Ես միայն ձեզ կուշացնեմ, որ 12, 13, 14 այստեղ փորձեք կոնֆլիկտի չգնալ, որտեղ սիրո թեման ձեզ համար մի քիչ բարդ է ստացվում, ուստի այդ օրերը փորձում ենք հանդիպման չգնալ, ֆինանսական հարցեր չքննարկել եւ ընդհանրապես ավելի մեկուսի լինել, այդպես դա ավելի ճիշտ կլինի։ Այսքանը սիրելի ջրհոսներ, գրեք որքանով ինքը օգտակար եղավ ձեզ, անպայման լայքեք եւ կիսվեք, ինչու ոչ կիսվեք, թե ինչպես են թանում, իհարկե մի ամբողջ ամիս ձեր առջևում է, այնպես որ կարող եք ուրեմն ձեր տպավորություններով կիսվեք։ Ես շատ ուրախանում եմ, երբ ինձ գրում են, այ ձեր այս խորհուրդը ես լսեցի, շատ ինձ օգտակար եղավ, այսպես արեցի, ես շատ ուրախանում եմ, անկեղծ շատ ուրախանում եմ, որ կարողանում եմ օգնել մարդկանց, թեկուզ հենց այն մարդկանց, ովքեր հնարավորություն չունեն դիմելու, այսինքն, բայց գոնե ասենք այս ձևով իրենք ստանում են բավականին ինֆորմացիա եւ դա իրենց բավականին օգտակար է լինում։ Ես միայն ուրախ եմ, որ իմ արած աշխատանքը, որը մեծ էներգիա է ինձանից խլում, թվում է թե ոչ մի բան, բայց ինձանից շատ մեծ էներգիա է խլում, իմ աշխատանքը օգտակար է լինում մարդկանց, ես միայն ուրախ եմ։ Այսքանը լավ եղեք, կհանդիպենք հաջորդ ամիս առայժմ։